Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ շարունակելու ենք կարևոր թեման, որը երեք նաև սկսեցինք վերլուծել եւ վերաբերվում էր դեպի Լիբանան Թուրքիայի այդ մուտքի թեմային եւ այդտեղ մենք խոսեցինք դրա մասին, որ Իսրայելը եւ Լիբանանը փորձում են համագործակցել, այդ թվում Իսրայելը Կիպրոսի հետ է միասին փորձում համագործակցել այդ ուղղությունով։ Հիմա արդեն կան ավելի հետաքրքիր տեղեկատվություններ եւ մենք ձեր հետ միասին մանրամասն ուսումնասիրենք սա, խոսք է գնում նրա մասին, որ Իսրայելը, Կիպրոսը եւ Հունաստանը որոշում են կայացրել ձևավորել եռակողմ այսպիսի համագործակցություն ռազմական ուղղությունով եւ նույնիսկ ձևավորել ընդհանուր ռազմական ուժեր 2500 զինծառայողի ուրեմն քանակությամբ միասնական այսպիսի եռակողմ զինված ուժեր։ Եվ այդ ուժերը կոչվելու են արագ արձագանքի ուժեր, եւ մենք ձեր հետ միասին հիմա մանրամասն կուսումնասիրենք այս հարցերը, արձագանքները, զարգացումները, որովհետեւ շատ տարբեր հետաքրքիր այստեղ տեղեկատվություն կա։ Առաջ երթին կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, դա կարևոր է մեր ալիքի զարգացման համար, նաև ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ աշխատանքին ուրեմն նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Հարգելի հայրենակիցներ, օրերս այսպիսի տեղեկատվություն տարածվեց, որ Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը արևելյան միջերկրական ծովում մինչև 2500 զինծառայող միասնական արագ արձագանքի ուժեր են ձևավորելու։ Եվ բացահայտ սրա նպատակը վերաբերվում է հետաքրքիր է ոչ միայն ուրեմն միջերկրական ծովի արևելյան հատվածում, այլ նաև Էգեյան ծովում, իսկ դա անմիջապես Հունաստանի եւ Թուրքիայի միջև ընկած այդ կղզիներն են։ Բացի դրանից գիտեք, բայց ուղղակի հիշեցնեմ, որ Հունաստանը եւ Կիպրոսը իրականում մեկ ազգ է, չնայած նրա որ Կիպրոսը առանձին պետություն է, ցանկություն ունեցել է նախկինում նաև միանալ Հունաստանին, բայց դա տեղի չի ունեցել, եւ Կիպրոսում հույներ են նաև ապրում, իսկ հյուսային հատվածը գիտեք օկուպացված է Թուրքիայի կողմից եւ սեպտեմբեր ամսին իրանք 3 անգամ ավելացրել են զինված ուժերի քանակը հյուսային Կիպրոսում, թուրքերը նկատի ունեմ, հյուսային Կիպրոսի օկուպացված հատվածում, բացի դրանից հյուսային Կիպրոսի հատվածը հաճախ մասնակցում է թուրքական պետությունների միության այդ գագաթնաժողովներին եւ պետք է արձանագրվի, որ դա նաև իր կարևորությունը ունի, հատկապես մեր համար, մենք պետք է ուսումնասիրենք այս հարցերը, գիտեք, որ մենք անմիջապես նաև ունենք առնչություն թուրքական պետությունների կազմակերպության հետ, որի հետ փոխշահավետ համագործակցության կարևորության մասին ես խոսել եմ իմ տարբեր ելույթներում, որը ուղղված էր ադրբեջանական հանրությանը, բայց հայկական հանրության ուղղությունով մենք նաև խոսում ենք վտանգների մասին։ Եվ հիմա այս համատեքստում խոսենք իհարկե հենց այդ ուղղությամբ, որովհետև այս զինված ուժերը, որի մասին հիմա խոսք է գնում, նպատակ ունի պատասխանել Թուրքիայի կողմից տարածաշրջանում ձևավորվող նոր ճարտարապետությանը։ Այս նոր ճարտարապետությունը միացնում է Թուրքիան, Հյուսիսային Կիպրոսը, Սիրիան եւ Լիվանը, իսկ Լիբանանը նոր մասն է դառնում այդ համագործակցության եւ այստեղ մենք տեսնում ենք, որ արևելյան միջերկրական ծովը ամբողջությամբ կարելի է ասել այդ ուղղությամբ գտնվում է Թուրքիայի ուշադրության կենտրոնում, որովհետև Թուրքիան զբաղեցնում է կենտրոնական դերը հյուսիսում արևելյան միջերկրական ծովի, մեջտեղում Կիպրոսն է, իսկ Կիպրոսի հյուսիսը Թուրքիայի օկուպացման տակ է, հարավ-արևմուտքում Լիվիան է գտնվում, իսկ եթե Թուրքիայից մինչև Իսրայել նայենք այդ արևելյան միջերկրական ծովի արևելյան հատվածում ծովի վերահսկողության վրա հատվածներին, ապա կտեսնենք, որ Սիրիան է, հետո Լիբանանը, հետո Իսրայելը։ Սիրիայում արդեն վերահսկողությունը կա Թուրքիայի կողմից, Լիբանանում վերահսկողությունը ձևավորվում է, ով չգիտի, դիտեք երեկվա մեր ձեր հետ վերլուծությունը հենց սրա մասին էր։ Ուրեմն ստացվում է, որ ամբողջ արևելյան միջերկրական ծովում
փաստացի ձևավորվում է այսպիսի համագործակցություն, որտեղ որ դոմինանտ իշխող դեր ունի թուրքական կողմը։ Մնում է նաև Եգիպտոսը, որը ունի նորմալ հարաբերություններ Իսրայելի հետ, բայց իրականում այդտեղ շատ խառն է մնում իրավիճակը, որովհետև տարիներ առաջ այդտեղ եղբայր մուսուլմաններն էին իշխանությունում, որոնք ուրեմն Մուհամմադ Մուրսի ղեկավարությամբ եւ հեղաշրջում կազմակերպեցին զինվորականները Ալ-Սիսի ղեկավարությամբ ուրեմն գնդապետի, որը այսօր գտնվում է իշխանությունում եւ նախագահն է, հետաքրքիրը այն է, որ Մուհամմադ Մուրսին եւ Էրդողանը մեկ ուրեմն այդպիսի միության մաս են, որովհետեւ եղբայր մուսուլմանները իրանք մի պետությունով չեն սահմանափակված եւ իրականում այդ ժամանակ կարելի ասել իշխանությունում էին համ Թուրքիայում, համ էլ Եգիպտոսում։ Բայց հիմա Եգիպտոսում իրավիճակը փոխվել է եւ Ասիսին համարվում է ավելի սեկուլար եւ ավելի Միացյալ Նահանգների կողմնակից գործիչ, այդ պատճառով շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ հակառակ իրավիճակն է, Եգիպտոսը մեկ-մեկ ավելի աջակցում է ուրեմն Հունաստանին, մեկ-մեկ նույնիսկ Իսրայելին եւ դրա պատճառով դժգոհ է իրականում ակտիվորեն դժգոհ է Թուրքիան։ Մենք շարունակում ենք այս ուղղությունով ուրեմն վերլուծությունը եւ պետք է ասել, որ այդ իրավիճակից հետո, որ Իրանի դերը այդ տարածաշրջանում նվազեց, թուրքական դերը ակտիվորեն աճեց եւ անցյալ շաբաթ տեղի ունեցավ նաեւ հետաքրքիր այսպիսի իրադարձություն։ Իսրայելի օդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Տոմեր Բարը ուրիշ բարձր պաշտոնյաների հետ միասին անցկացրել է հանդիպում եռակողմ Հուդաստանի եւ Կիպրոսի օդային ուժերի հրամանատարության հետ։ Այսպիսի հանդիպումը առաջացրեց Անկարայում ոչ դրական եւ շատ բացասական ազդակ եւ շատ բացասական մթնոլորտ, որ Իսրայելը արդեն տարածաշրջանում սկսում է գործել այսպիսի եռակողմ ձևաչափով Թուրքիայի շահերի դեմ Իսրայել, Կիպրոս, Հունաստան։ Բացի դրանից, Իսրայելի զինված ուժերում աճում է մտահոգությունը նրա մասին, որ Թուրքիան փորձում է սահմանափակել Իսրայելի գործունեության ազատությունը հյուսիսային եւ արևելյան միջերկրական ծովի հատվածներում եւ դրա նպատակով այդ տարածքներում ակտիվորեն զարգանում է ուրեմն Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը, հատկապես հյուսիսային Կիպրոսում եւ հատկապես Սիրիայի տարածքում։ Այդ թվում ոչ միայն հակաօդային պաշտպանության խոցման մեխանիզմները, այլ նաև հակաօդային պաշտպանության ֆիքսման մեխանիզմները Իսրայելի ուրեմն զինված ուժերի գործունեության։ Եվ այսպիսի վերահսկողությունը կարող է ստեղծել խնդիրներ Իսրայելի համար երկար ժամկետում Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի ուղղությամբ որևէ ապագա գործողությունների համար, հաշվի առնելով Իսրայելի առաջնահերթությունը տարածաշրջանում։ Եռուսաղեմում այսպիսի եռակողմ ուրեմն համագործակցություն ձևավորելը համարվում է ռազմավարական պատասխան թուրքական առաջընթացի եւ թուրքական էքսպանսիայի դեմ։ Տարածաշրջանում Հունաստանը ունի ամենազարգացած օդային ուժերից մեկը, որը ունի նոր F-16-ների ձևաչափի ինքնաթիռեր եւ հիշեցնեմ, որ Թուրքիան ունի նաեւ F-16-ներ, բայց մոդեռնիզացիա չեն անցել, Թուրքիան շատ ուզում է, որ այդ բարեփոխումը տեղի ունենա իր F-16-ների, որոնք հին են, դեպի նոր ուրեմն տեխնոլոգիաներ, որը Միացյալ Նահանգները պետք է մատակարարի, Հունաստանում դա արդեն տեղի է ունեցել եւ նաեւ Հունաստանը ունի F-35 կործանիչներ, որոնք չունի ուրեմն Թուրքիան։
Եվ բացի դրանից ունի Հունաստանը զարգացած ենթակառուցվածքներ եւ շատ ակտիվ համագործակցություն արևմտյան գործընկերների հետ։ Կվիպրոսին ինչ վերաբերվում է, ապա իհարկե Կվիպրոսի հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, բայց Կվիպրոսը ինքնին արդեն ավիակիր է, ինչպես հյուսայի Կվիպրոսի մասին Թուրքիան է ասում, որ ավիակիր է, այդպես էլ հարավային Կվիպրոսն էլ է ավիակիր Իսրայելի եւ Հունաստանի համար։ Եվ դա շատ կարևոր է։ Այդպիսի ավիակիր է, որը կարող է ապահովել ռազմավարական այսպիսի կենտրոն եւ գործունեության կայան ինչ-որ առումով արևելյան միջերկրական ծովում։ Բացի դրանից պետք է նաեւ խոսել մի քանի ուրիշ հարցերի մասին, որ Կվիպրոսը վերջերս Գազայի պատերազմի ժամանակ դարել էր Իսրայելի քաղաքացիական ինքնաթիռների եւ ավիաընկերությունների կենտրոնը, այդ թվում իսրայելական Էլ Ալը, Արկյան, Իսրայելը, Կալը եւ Air Haifa-ն փաստացի անցել էին արդեն աշխատելու դեպի Կվիպրոս, նրա փոխարեն որ գտնվեին Իսրայելի տարածքում։ Սրանով փաստացի բոլորը տեսան, որ Կվիպրոսը կայացնում է եւ կատարում է այդ կարևորագույն դերը Իսրայելի համար։ Բացի դրանից Իսրայելի օդային ուժերը, զինված օդային ուժերը օգտագործել են Կվիպրոսի ռազմակայանները, որտեղ որ Կվիպրոսում կա երկու տարածք, իրան Միացյալ Թագավորությունին են պատկանում, սուվերեն տարածքներ են Միացյալ Թագավորության եւ այդ Միացյալ Թագավորության տարածքները, ինչպես նաեւ հեծ Կվիպրոսի տարածքները օգտագործվել են ակտիվորեն ուրեմն Իսրայելի կողմից ինչպես ռազմական հնարավորություններ։ Վերջի ամիսների ընթացքում Իսրայելի օդային ուժերի հրամանատար Տոմեր Բարը, գեներալ-մայորը ակտիվորեն փորձում է զարգացնել Հունաստանի եւ Կվիպրոսի հետ հարաբերությունները եւ սա իհարկե Անկարայի համար շատ կարևոր այսպիսի ազդակ է։ Եվ մենք տեսնում ենք արդեն, որ առաջանում են տարբեր հետաքրքիր արդեն հոդվածներ տարբեր թյուրքական եւ ուրիշ մամուլում, որտեղ որ խոսք է գնում նրա մասին, որ Թուրքիան կարա հարվածի Հունաստանին, Թուրքիան կարա պատերազմ սկսի Հունաստանի դեմ եւ հիմա կքննարկենք, թե ինչ է այստեղ ներառվում, որովհետեւ խոսք է գնում արդեն, տեսեք, եթե մենք նոր խոսում էինք, որ սկսել էր համագործակցությունը օդային ուժերի ուղղությունով, ապա հիմա արդեն խոսք է գնում 2500 զինծառայողի կողմից միասնական արագ այդպիսի ուժեր ձևավորելու հարցը առաջ է գնում, բացի դրանից խոսք է գնում միասնական օդային, ցամաքային եւ ծովային ուժերի զարգացումը, որոնք պետք է տեղակայվեն Ռոդոս եւ Կարպատոս կղզիների վրա, որոնք շատ մոտ են Թուրքիային։ Սա շատ հետաքրքիր է, սա նշանակում է, որ Իսրայելը փաստացի իր ներկայությունն է ապահովում Ռոդոս եւ Կարպատոս կղզիների վրա Թուրքիայի ուրեմն մայր ցամաքից շատ մոտ եւ դա անմիջական սպառնալիքներ է ստեղծում Թուրքիայի համար։ Հունական կողմը պաշտոնական այս գաղափարը ամրապնդում է նրանով, որ անհրաժեշտ է զարգացնել իր էներգետիկ ջրի տակ գտնվող եւ նաեւ ենթակառուցվածքային համակարգերի, այդ թվում ուրեմն այն գազամուղների եւ հոսանքային ուրեմն մալուղների ուղղությունով, որոնք այդտեղ պետք է անցնեն։ Միևնույն ժամանակ հունական ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ իրական նպատակները այս ուղղությամբ վերաբերվում են Թուրքիայի գործունեության սահմանափակմանը արևելյան միջերկրական ծովում, որովհետև Հունաստանը տեսնում է սպառնալիք Թուրքիայի գործունեությունի մեջ եւ տեսնում է, որ Իսրայելը նաեւ մտահոգված է այդ գործունեությունում եւ հաշվի առնելով դա տեսնում է, որ այստեղ ձևավորվել է հնարավորություն համագործակցելու։ Վերջերս երկու թուրքական F-16 մտել են ուրեմն Հունաստանի
տեղեկատվական այսպիսի թռիչքային տարածքի մեջ, օդային տարածքի մեջ, եւ հունական կողմը պնդում էր, որ թուրքական կողմը սրանով խախտել է Հունաստանի օդային տարածքը։ Դեկտեմբերի 19-ին Հունաստանի գենշտաբը հայտարարել է, որ երկու այդպիսի F-16 խախտել էին իրանց օդային տարածքը։ Բացի դրանից, Հունաստանի գլխավոր շտաբը ասում էր, որ օրերս նաև նույնպիսի խախտումներ են տեղի ունեցել Լեմնոս եւ Լեսբոս կղզիների ուղղությամբ Էգեյական ծովի հյուսիս-արևելյան հատվածում։ Եվ հունական կողմը պնդում է, որ սա խոսք է գնում ոչ թե միանգամվա այսպիսի խախտումների մասին, այլ սա նպատակ ուներ այսպիսի փորձարկում անցկացնել, իմիտացիա, սիմուլացիա օդային պատերազմի թուրքական եւ հունական օդային ուժերի միջև, եւ այդ նպատակով Հունաստանի զինված ուժերը ստիպված են եղել օդ բարձրացնել իր կործանիչները ի պատասխան Թուրքիայի գործողությունների։ Փաստացի խոսք է գնում մի քանի օր առաջ տեղի ունեցածի մասին։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, հունական ԶԼՄ-ները նաև ասում են, որ նույն օրը դեկտեմբերի 19-ին թուրքական ԱԹՍ է խախտել մի քանի անգամ իրանց օդային տարածքը եւ մի քանի անգամ մտել է իրանց Հունաստանի նաև տարածք։ Չնայած նրա, որ Հունաստանը հայտարարել է, որ Հունաստանը ակտիվացրել էր իր հակաօդային պաշտպանությունը, իրանք նշում են Հունաստանում, որ սա լրջագույն խնդիր է եւ ստեղծում է լարվածություն երկկողմ հարաբերություններում։ Անկարայի համար սա շատ լուրջ մտահոգություն է ձևավորում, որովհետև Անկարան ուշադիր հետևում է միջերկրական արևելյան միջերկրական ծովում եւ Էգեյան ծովում Հունաստանի եւ Իսրայելի համագործակցության հետևից։ Բացի դրանից, այստեղ հետաքրքիր է, որ Թուրքիան հիշում է Լոզանի 1923 թվականի պայմանագիրը, ըստ որի Էգեյան ծովում, որը այդ ժամանակ ուրեմն փոխանցվեց Հունաստանին, չպետք է լինի ռազմական ենթակառուցվածքներ եւ պետք է դելիմիլիտարիզացված լինեն այդ տարածքները։ Հետաքրքիր է, որ աղբյուրները թուրքական կողմի հայտարարություններ են անում ոչ պաշտոնական ուրեմն ձևով, բայց խոսք է գնում, որ պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչը սա, որը հայտարարություն է անում, եւ սա կարելի է համարել այսպիսի մեղմ պաշտոնական հայտարարություն, որ Հունաստանի եւ Իսրայելի փորձը Ռոդոսի կղզու վրա, որը ուրեմն գտնվում է թուրքական տարածքին շատ մոտ, Անկարայում ձևավորել է լրջագույն մտահոգություն եւ ենթադրվում է, որ Թուրքիան կանի քայլեր, որ կանխի այսպիսի զարգացումները։ Անկարայում այսպիսի գործողությունը կապում են Ֆրանսիայի ակտիվությունի հետ արևելյան միջերկրական ծովում եւ Էգեյան ծովում։ Չնայած նրա, որ Հունաստանը վերջերս հայտարարել է, որ Ֆրանսիան փոխանցել է Հունաստանի ծովային ուժերին այսպիսի նավ, որը կոչվում է Կիմոն, եւ ինքը կլինի տեղակայված ռազմական իրանց կայանում Սալամին Հունաստանի, որը գտնվում է թուրքական սահմանից 40 կիլոմետրում։ Եվ Անկարայում համարում են, որ Կիմոնի ներգրավումը Լեհաստանի ուրեմն ծովային ուժերի մեջ կարող է ստեղծել լուրջ խնդիրներ այն բալանսի համար, որը ձևավորվել է երկու պետության միջև եւ
մենք ձեր հետ միասին պետք է հասկանանք նաև, թե ինչ հնարավորությունների մասին է խոսքը գնում եւ մի փոքր ավելի ուշ կիբոդի մասին մանրամասն կխոսենք։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, երեք տարածվեց շատ կարևոր տեղեկատվություն, որ այսօր տեղի կունենա վարչապետ Բենյամին Նետանյահուի եւ իր ուրեմն գործընկերների Հունաստանից եւ Կվիպրոսից, այսինքն վարչապետների մակարդակով կամ նախագահների մակարդակով հանդիպումը Եռուսաղեմում, ուշադրություն, եռակողմ այսպիսի համագործակցությունը ձևավորելու նպատակով։ Jerusalem Post-ը այստեղ գրում է, որ այս համագործակցությունը սկսվել է 15 տարի առաջ, երբ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները սկսեցին վատթարանալ։ Եվ դրանից հետո տարբեր համագործակցություն է ձևավորվել այս ուղղությամբ եռակողմ ֆորմատով էներգետիկ եւ տարածաշրջանային դիվանագիտական ուղղությամբ։ Բայց եթե սկզբից սա ավելի համագործակցության տնտեսական մասին էր, ապա այսօր եռակողմ շահերի պաշտպանության նպատակ ունի։ 10 տարի առաջ այս համագործակցության գլխավոր նպատակը գազի ուղղությամբ արտահանման կազմակերպումն էր Իսրայելից, որտեղ որ ծովի տակ գազի պաշարներ կան, Կվիպրոսի եւ Հունաստանի միջոցով դեպի Եվրոպա։ Բայց հիմա արդեն այս համագործակցությունը լքել է միայն էներգետիկ դաշտը եւ անցել է նաեւ ռազմական դաշինքի Թուրքիայի դեմ։ Jerusalem Post-ը բացահայտ սրա մասին գրում է։ Այսօր մենք տեսնում ենք, որ կողմերը սկսում են ակտիվորեն համագործակցել հենց անվտանգության ոլորտում եւ բացի դրանից մենք փաստացի Jerusalem Post-ը այստեղ հայտնում է, որ միջև այս գագաթնաժողովը, որը այսօր տեղի կունենա, հարգելի հայրենակիցներ, մենք արդեն տեսնում ենք, որ կողմերը պատրաստվում են ձևավորել եռակողմ այսպիսի զինված ուժեր եւ դա պատմական գործողություն է։ Եվ այս հետևանքները նաև կապված են ուղիղ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետ։ Իհարկե Իսրայելի համար մեծ խնդրահարույց հարց էր Մավա Մարմարայի հարցը, ինցիդենտը, որը տեղի ունեցավ 2010 թվականին, հիշեցնեմ, ով չգիտի, որ հայտաբերվել էր նավ թուրքական, որը գալիս էր դեպի Գազա, որը պետք է հումանիտար օգնություն բերել, բայց որ զենք էր բերում։ Մերաբար դա հեչ զարմանալի չի, չէ, հայրենակիցներ ջան։ Թուրքիայի հետ գործ ունենք։ Հիմա Իսրայելը այդ վաղ պարզել էր եւ դրանից հետո հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջև լրջագույն ձևով վատթարացել էին։ Իսկ հիմա արդեն հարաբերությունները ածտում են ել ավելի ուրիշ ուղղության եւ համագործակցությունը այդ ռազմական արդեն ուղղությունն է ներառելու։ Տեսնենք այստեղ էլի ինչ կա հետաքրքիր այս հոդվածում, ուրեմն բացի դրանից էներգետիկ հարաբերությունները չեն ավարտվում սրանով, որովհետև վերջերս Իսրայելի եւ Եգիպտոսի միջև ստորագրվել է փաստաթղթեր, որը ուղիղ կապում է նաև Եգիպտոսի հնարավորությունները Իսրայելի հետ եւ Իսրայելը ստանում է հնարավորություն արտահանել Կվիպրոսի եւ Հունաստանի ծովի տակ գտնվող ճանապարհով, նկատի ունեմ գազամուղով, արտահանել գազ դեպի Եվրոպա եւ այս ուղղությամբ Իսրայելի եւ Հունաստանի հարաբերությունները շատ կարեւոր առաջընթաց են արձանագրում, հատկապես ուրեմն Իսրայելը ակտիվորեն օգտագործում է Հունաստանի օդային տարածքը դրանից հետո, ինչ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իսրայելի համար։ Բացի դրանից հետաքրքիրը այն է, որ 2020 թվականների սկզբում տեղի է ունեցել համագործակցություն հակաօդային պաշտպանությունում, հատկապես Կվիպրոսը հետաքրքրված է եղել Իսրայելի զինված ուժերի հետ համագործակցություն զարգացնելով, իսկ Հունաստանի համար հակաօդային պաշտպանություն գնելը Իսրայելից շատ կարևոր առաջնահերթություն էր ներկայացնում։ Դե գիտեք, Իսրայելի հակաօդային պաշտպանությունը աշխարհում ամենալավն է կարելի է համարել եւ այդ առումով հասկանալի է, թե ինչու ուրեմն Հունաստանը այդպիսի շահեր ուներ։ Այո, եւ Իսրայելը ուրեմն այստեղ տեսնում է շահեր օդային
տարածքը վերահսկողության մեջ, ինչպես նաև ապագայում այդ Հուդաստանի եւ Կիպրոսի տարածքներում հակաօդային պաշտպանության էլեմենտներ տեղակայելու ուղղությամբ, որոնք պետք է օգնեն ուրեմն Իսրայելին, որ կարողանա Թուրքիայի դեմ ավելի էֆեկտիվ պայքարի այդպիսի անհրաժեշտության դեպքում։ Եվ ընդհանուր առումով մենք այսօր տեսնում ենք, որ այսպիսի համագործակցություն է ձևավորվել եւ այսօրվա այս գագաթնաժողովը կունենա հետաքրքիր հետևանքներ, որովհետեւ մենք փաստացի կտեսնենք, թե ինչ համաձայնությունների գքան կողմերը եւ ինչ ուրեմն հնարավորություններ կձևավորվի արդեն կողմերի միջև զարգացման եւ պետք է հասկանանք իհարկե, թե ինչպիսի հետևանքներ կլինեն այդ ուղղությամբ, այսօրվա այդ գագաթնաժողովը ինչ համաձայնությունների կբերի եւ ակտիվորեն պետք է հետևենք դրան նաեւ։ Ես ուզում եմ հիմա ձեր հետ միասին նաեւ մենք ուշադիր այսպիսի քննարկում անցկացնենք եւ խոսենք Կիմոնի մասին, որը գիտեք, որ Ֆրանսիան փոխանցել է, վաճառել է Հուդաստանին եւ սա Էլի կլասի ֆրիգատ է 2022 թվականի, որը նպատակ ունի 3 հատ այսպիսի Կիմոն փոխանցել Հունաստանին, առաջին են փոխանցել միայն դեռ, եւ սա բազմամիլիարդ դոլարանոց եվրոյանոց պայմանագիր է, որը կնքվել է ուրեմն եւ 2024-ին արդեն սկսվել է երկրորդի կառուցումը եւ 27-ին կավարտեն երկրորդի կառուցումը, իսկ երրորդը նաեւ 27-ի վերջերը պետք է ավարտեն եւ սկսելու են արդեն այս տարի պետք է սկսեին արդեն երկրորդի կառուցումը նաեւ։ Եվ Հուդաստանի համար սա շատ կարևոր հնարավորություն է, որովհետև տալիս է նաև ուրեմն հակաօդային պաշտպանության հնարավորություն այս նավը Կիմոնը, բացի դրանից Կիմոնը ունի թվային անվտանգության համակարգներ, այսպիսի REB համակարգներ կարելի ասել, ռադիոէլեկտրոնային պայքարի, բացի դրանից 32 Աստեր 30 հակաօդային պաշտպանության եւ ոչ միայն, այլ հարվածային նաև հնարավորություններ ունի ուրեմն այս Կիմոնը։ Բացի դրանից Կիմոնը ունի 360 աստիճանոց ուրեմն մշտական հետախուզական ռադար, որի միջոցով միշտ կարող է հետևել բոլոր ուղղություններով տեղի ունեցող ուրեմն ինչպես ծովում, այդպես էլ օդում գործընթացներին։ Ես արդեն ասացի, որ Աստերը նաև հետաքրքիր է ինչպես հակաօդային պաշտպանության համակարգ, բայց բացի դրանից ունի Կիմոնը հականավի ուրեմն այսպիսի հատուկ հրթիռներ եւ տորպեդաների համակարգ եւ կիբերանվտանգության առումով Կիմոնը շատ լուրջ հնարավորություն է, որը Հուդաստանի համար տալիս է լուրջ առաջընթաց։ Ուստի դուք տեսնում եք, հարգելի հայրենակիցներ, որ Թուրքիան մտահոգված է Կիմոնի արդեն ներկայությամբ իր տարածքի մոտ եւ մոտակա ժամանակահատվածում մեկ փաստացի ձեր հետ միասին տեսնելու ենք, որ երկու եւս Կիմոն է ավելանալու Հուդաստանի զինված ուժերում։ Հիմա ընդհանուր առումով ես ուզում եմ ամփոփելով ասեմ, հարգելի հայրենակիցներ, որ գիտեք, Հայաստանը երկար ժամանակ է ունի այսպիսի համագործակցություն Հայաստան-Հունաստան-Կիպրոս եւ մենք եռակողմ համաձայնություններ ունենք եւ եռակողմ այդ թվում ռազմական համագործակցություն։ Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ մեր այս շահերը Թուրքիայի դեմ չեմ ասեմ զսպելու ուղղությամբ, մեղմ ասեմ, Հայաստան, Հուդաստան եւ Կիպրոս այս համագործակցությունը կա, հիմա մենք տեսնում ենք, որ ձևավորվում է Հայաստան, Հուդաստան, Կիպրոսի զուգահեռ Իսրայել, Հուդաստան, Կիպրոս այսպիսի ռազմական համագործակցություն նաև Թուրքիայի դեմ։
Հիմա հարգելի հայրենակիցներ, առաջանում է հարց. արդյոք մենք կարող ենք ընդլայնել այս համագործակցությունը։ Տեսեք, մենք խոսեցինք Ֆրանսիայի մասնակցության մասին այստեղ։ Շատ կարևոր դեր ունի այս գործընթացում Ֆրանսիայի մասնակցությունը։ Ֆրանսիան ակտիվորեն աջակցում է Հունաստանին եւ Կիպրոսին եւ Թուրքիայի դեմ գործունեությունում ակտիվորեն ներգրաված է։ Հիշեցնեմ ձեզ, որ ամենաակտիվ ուրեմն թուրքերը եւ նույն Ադրբեջանը հենց Ֆրանսիայի դեմ էին դժգոհ Հայաստանի ուղղությամբ։ Բացի դրանից, պետք է ասել, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունների բարելավումը կարող է բերի հետաքրքիր զարգացումներ այս ուղղությունով, որովհետև մենք փաստացի կարող ենք ինչ-որ առումով, հարգելի հայրենակիցներ, դառնալ այսպիսի համագործակցության մաս եւ ինչ-որ առումով կարողանանք եռակողմ եւ քառակողմ նույնիսկ համագործակցություն ձևավորել, որովհետև ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ շահերը շատ հարցերում սկսում են համընկնել եւ այս ուղղությամբ ամենակարևոր դերը ունի իմ պատկերացումով հարաբերությունների զարգացումը Հայաստան-Իսրայել։ Եվ ես կարծում եմ, որ սա պետք է հնարավորություն տա, որ կարողանանք խորացնել էլ ավելի հարաբերությունները Հայաստան-Իսրայել։ Եվ վերջերս պետք է ձեզ ասեմ, որ բազում այդպիսի նախաձեռնություններ են տեղի ունենում, հարգելի հայրենակիցներ։ Եվ դրա հստակ նպատակը նաև այն էր, դուք գիտեք, որ ես Իսրայելի լրագրողին մի քանի հատված եմ տվել, մի քանի հարցազրույց եմ տվել եւ այդտեղ խոսում էի հենց այս հարցերի մասին, որովհետեւ տեսնում էի, որ Հայաստանը, Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը կարող են միասնական գործունեություն ունենալ Թուրքիայի այստեղ գործունեության զսպման ուղղությունով։ Ուստի համարում են, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունների բարելավումը կարևոր նշանակություն ունի այն ուղղությամբ, որի մասին ես խոսում էի, որովհետև Իսրայելը կարա հետաքրքրված լինի հզոր Հայաստանով, հետաքրքրված լինի Հայաստանում ռազմական զարգացումներով, որոնք նպաստելու են Հայաստանի անվտանգությունին եւ այդ առումով Թուրքիայի եւ Ադրբեջանի եկող սպառնալիքները նվազեցնելուն։ Ես պետք է նաև ձեզ տեղյակ պահեմ, որ այսօր դուրս է եկել հոդված Jerusalem Post-ում, նույն Jerusalem Post-ում, որի մասին մենք խոսում էինք, նոր էի ման գալի այդ հոդվածը, որովհետև կարդացել էի առավոտյան եւ ուզում էի ձեր հետ նաև կիսել այս տեղեկատվությամբ, որ եւ այս հոդվածը այսպես է անվանված, ուրեմն Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերադայում եւ նոր մոտեցումներ։ Եվ հոդվածը ընդհանուր առումով դրա մասին է, որ Հայաստանը եւ Իսրայելը ունեն հնարավորություն մոտեցնելու իրենց հարաբերությունները։ Այստեղ գրված է, որ Իսրայելը եւ Հայաստանը երկար ժամանակներ է ունեցել են, այսպես ասած, դիվանագիտական, բայց մեղմ հարաբերություններ, երկու ժողովրդավարությունը ուրեմն տարբերվում են իրանց մոտեցումներով եւ հաշվարկներով, բայց չկան որևէ ուրիշ իրական խոչընդոտներ համագործակցության, որը կդառնա պատճառ այսպիսի ուրեմն հարաբերություններին։ Այսօր տարածաշրջանում ստեղծված զարգացումները տալիս են հնարավորություն էլ ավելի զարգացնել եւ խորացնել Հայաստան-Իսրայել հարաբերությունները։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, այստեղ նշվում է, որ տարածաշրջանի գլխավոր խնդիրը Իսրայելի եւ Հայաստանի միջև դա Իսրայելի համագործակցություններ Ադրբեջանի հետ, որը մատակարարում էր տարբեր ուրեմն տեխնոլոգիական զենքեր եւ Լեռնային Ղարաբաղի դեմ է եղել օգտագործված եւ Երևանում սրանով դժգոհ էին։ Բայց հաշվի առնելով եւ նաեւ սա վերաբերվում էր Հայաստանի կողմից 2024 թվականին Պալեստինյան պետությունը ճանաչելով, որը նաեւ ստեղծեց լարվածություն Հայաստան-Իսրայել հարաբերություններում։ Նաև չպետք է մոռանալ, որ շատ կարևոր նշանակություն ունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի կողմից 2025-ին ճանաչումը, որ հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։
Չնայած քաղաքական տարբերությունների, իսրայելցիք եւ հայերը ունեն երկար ժամանակվա հարաբերություններ, որոնք վերաբերվում են նաեւ մեր միասնական անցյալին եւ ցեղասպանության ընդհանուր այդպիսի պատմությանը, այդ թվում միասնական շատ կարևոր ուրեմն Սփյուռքի առկայությանը եւ առհասարակ խնդիրներին։ Հայաստանը փորձում է նոր գործընկերներ գտնել եւ այդ նպատակով նոյեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Կոստանյանը այցելել է Երուսաղեմ բարձր աստիճանի այդպիսի այցով եւ փորձել է առաջընթաց ապահովել հարաբերություններում Իսրայելի հետ, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, ուրեմն առողջապահության, տնտեսության տարբեր ոլորտներում եւ սա 12-րդ այսպիսի հանդիպումներ քաղաքական գնահատականները երկու կողմերի միջև։ Չնայած դրա նաև պետք է ասել, որ վարչապետ Փաշինյանը աջակցում է խաղաղության օրակարգին, բայց իրականում եք տեսնում եք, որ Երուսաղեմը նկատում է, որ Երևանը ունի ցանկություններ գտնել նոր գործընկերներ եւ այդպիսի ցանկություններ իրականում կան։ Հայաստանի հայ ազգի ներկայությունը Հին քաղաքում Երուսաղեմի 1600 տարուց ավել է արդեն գոյություն ունի եւ հայկական եկեղեցին այդտեղ 4-րդ դարից գոյություն ունի։ Բացի դրանից այսօր մոտավորապես 2000 հայ է ապրում հայկական հատվածում Երուսաղեմի, սա նաև շատ կարևոր իր նշանակությունը ունի։ Հնարավոր է արդյոք ռազմավարական վերսկսում հարաբերությունների եւ այստեղ այս հոդվածի ուրեմն լրագրողը ընդգծում է, որ այդպիսի հնարավորություններ կան եւ հաշվի առնելով Ադրբեջանի հետ կայունացվող հարաբերությունները եւ Իսրայելը պետք է կարողանա բալանսավորի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, նաեւ զարգացնելով հարաբերությունները Հայաստանի հետ։ Հայաստան-Իսրայել ռազմավարական երկխոսությունը կարևոր հարցեր է եւ մենք տեսնում ենք, տեսեք ինչ են գրում հետաքրքիր, որ հարաբերությունները, որը ունի Իսրայելը Հնդկաստանի շատ ակտիվ հարաբերություններ Հնդկաստանի հետ, Հուդաստանի հետ, Կվիպրոսի հետ եւ Միացյալ Նահանգների հետ, նաեւ Հայաստանը նույն այդ պետությունների հետ Հնդկաստան, Հունաստան, Կվիպրոս եւ Միացյալ Նահանգներ ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները։ Ուստի սա բերում է այն իրավիճակին, որ Հայաստանը եւ Իսրայելը կարող են այս ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում ել ավելի մոտեցնել իրենց հարաբերությունները, որովհետև ունեն միասնական գործընկերներ եւ կարելի ասել միասնական վտանգներ։ Հիմա մենք ձեր հետ միասին կապում ենք այս երկու հոդվածը, հարգելի հայրենակիցներ, առաջի հոդվածը եւ առաջի թեման, որի մասին մենք խոսեցինք, եւ սա ամփոփում ենք այն առումով, որ Հայաստանը եւ ուրեմն ակտիվ զարգացում ունի Հունաստանի եւ Կվիպրոսի հետ, բայց Իսրայելը նաեւ այդ ուղղությունով զարգացնում է եւ Հնդկաստանի հետ միևնույն ժամանակ դա ուղղված է Թուրքիային զսպելու առումով, որը մեր համար նաեւ կեսական նշանակություն ունի եւ ուստի հարգելի հայրենակիցներ բացվում է պատմական հնարավորություն Իսրայելի համար եւ Հայաստանի համար համագործակցելու։ Կարծում եմ սա շատ հետաքրքիր հարց է եւ մենք ձեր հետ միասին կշարունակենք հետևել եւ վերլուծել այս թեման, հատկապես այսօրվա գագաթնաժողովի հետևանքները, արդյունքները շատ հետաքրքիր են, որը Երուսաղեմում տեղի կունենա։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։